Փառք Աստծուն, թանկագին Աստծո ժողովուրդ, ես ցանկանում եմ ձեզ հետ միասին ցնծության ձայնով ասել. մեծ է մեր Աստվածը։ Եթե Աստված կարողացել է փոխել մեր սրտերը, ուրեմն նա իրականում հզոր Աստված է։ Դե մենք մարդիկը շատ լավն ենք և մեր մասին շատ մեծ կարծիք ունենք։ Դրա համար էլ եթե Աստված փոխել է մի մեղավորի, թմրամոլի, հարբեցողի կամ էլ մեկ այլ մարդու, ապա ասում ենք մեծ է Տերը, հրաշք է դա։ Բայց Դավիթը նայեց ինքն իրեն ոտքից գլուխ և ասաց. զարմանալի կերպով եմ ստեղծված, բայց որ Աստված մեզ փոխեց ու կանչեց իր մոտ, դա նրա մեծ ողորմությունն է։ Ես 20 տարեկանում եմ դարձի եկել և ընդունել Հիսուս Քրիստոսին, նոր էի վերադարձել բանակից, ծառայել եմ դեռևս Խորհրդային Միությունում։ Իմ պատմությունը շատ հետաքրքիր է, ինչու, որովհետև երբ Պողոս առաքյալը գնում էր Դամասկոս եկեղեցին հալածելու, այդ ճանապարհին դարձի եկավ, իսկ ես ապաշխարեցի Դամասկոսից վերադառնալու ճանապարհին։ Ես ծառայել եմ Սիրիայում, Դամասկոսում, այնտեղ Խորհրդային Միության զորքերն էին, մենք հատուկ ջոկատայիններ էինք, ապահովում էինք կապը և արաբներին սովորացնում էինք պատերազմել։ Այն ժամանակ, երբ ես ծառայում էի, Հիսուս Քրիստոսը մտավ մեր տուն, փառք նրան դրա համար։ Նա մտավ հրաշքներով ու նշաններով։ Մենք 5 երեխա էինք, թեպետ ծնվել էին 7, բայց 2 քույրերս մահացել էին։ Իմ ծառայելու ժամանակ փոքր քրոջս նկատմամբ բռնաբարության փորձ է կատարվում։ Նա շատ ծանր ապրումների մեջ է ընկնում, գիշերները գոռում է մայրիկ, ահա նա գալիս է մայրիկ։ Մայրս տանջվում ու տառապում էր նրա հետ, ամբողջովին կարծես ցամաքել, նիհարել էր, իսկ քույրս տառապում ու տառապում էր։ Նա այդ ժամանակ Ուկրաինայի Բելեյ Ցերկվ քաղաքում խոհարարական դասեր էր սովորում և ուշ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս ճանապարհին փորձել էին բռնաբարել։ Ուր ասես, որ մայրս չէր գնում, պառավների, գուշակների մոտ ոչ ոք ոչ մի բանով չէր կարողանում օգնել, ոչ բժիշկները, ոչ գուշակները, ոչ պայծառատեսները։ Եվ ահա Բելեյ Ցերկվ քաղաքում քրոջս ինչ-որ մեկը հրավիրում է պաշտամունքի։ Նրան հավատացյալ մարդիկ հրավիրում են պսակադրության։ Քույրս գնում է և իր հետ տանում է նաև փոքր զարմիկին։ Երբ հովիվը պսակադրում է երիտասարդ զույգին, ասում է. ովքեր ունեն խնդիրներ, միգուցե ինչ-որ մեկն ուզում է ապաշխարել իր մեղքերից, որպեսզի Աստված նրան ընդառաջ գա ու ողորմի, թող առաջ գա։ Քույրս վազում է առաջ, հովիվն աղոթում է նրա համար։ Հաջորդ օրը երկուշաբթի քույրս պետք է գնար անալիզներ հանձնելու, որպեսզի կարողանար մասնակցել խոհարարության գործնական պարապմունքներին։ Հետո մորս զանգում է մեր բարեկամուհիներից մեկն ու ասում. մորաքույր Միլա, թող Մարինան գա անալիզները վերահանձնելու, քանի որ ես շփոթել եմ դրանք։ Քույրս մանկուց երիկամների հիվանդություն ուներ և մեր բարեկամուհին գիտեր այդ մասին։ Մարինան երեքշաբթի էլ է գնում ու հանձնում նոր անալիզներ։ Բարեկամուհին կրկին զանգում ու ասում է. Միլա մորաքույր, ոչինչ չեմ հասկանում, անալիզները ցույց են տալիս, որ Մարինկան ամբողջությամբ առողջ է։ Դա 1989 թվականն էր։ Մայրս լսափողը ձեռքին բղավում է. Մարինա, Մարինա, Գալյան ասում է, որ դու ամբողջությամբ առողջ ես։ Քույրս սենյակից վազելով գալիս ու բարձր ձայնով ասում է. մայրիկ, մայրիկ, ախր ես արդեն երկրորդ գիշերն է, որ հանգիստ քնում եմ, ինձ Հիսուսը բժշկել է։ Փաթաթվում են իրար ու լաց են լինում։ Մայրս կանգնում է միջանցքում ու ասում. Տեր Աստված, եթե դու այդքան մեծ ես, ես ուզում եմ ծառայել քեզ, որ դու իմ երեխային բժշկել ես։ Եվ այդ կերպով Հիսուսը մտնում է մեր տուն, փառք նրան։ Դրանից հետո մայրս սկսում է գնալ եկեղեցի, քույրս և մեր բարեկամներից մի քանիսն էլ են ապաշխարում, այդպիսի հրաշքներով ու նշաններով Աստված մտնում է մեր տուն։ Հայրս երբ տեսնում է դա, իսկ հորս ազգատոհմը ժառանգական ալկոհոլիկներ են։ Երբ ես ապաշխարեցի, հարսանիքիցս առաջ սկսեցի հաշվել, թե ում պետք է կանչել հարսանիքին։ Պարզվեց, որ 200 հոգի կան, որոնց չի կարելի չկանչել, թեպետ չէին ապաշխարում, քանի որ ազգությունս մեծ էր։ Եվ ես չգիտեմ ինչու հարսանիքից առաջ ցանկացա հաշվել, թե մեր ազգում քանի հարբեցող կա։ Պարզվեց 43 հոգի էին, երիտասարդներ, այդ թվում և կանայք։ Դե պատկերացրեք ինչպիսի ազգություն ունեի։ Ինչ եմ ուզում ասել, որ հայրս սկսեց ծաղրել մորս,
ծեծել, մի քանի անգամ փորձել է անգամ խեղդել այն բանի համար, որ նա եկեղեցի է գնում, դու աղանդավոր ես։ Եվ մայրս մի օր էլ աղոթքի ժամանակ ասում է. Աստված իմ, եթե հայրն է այսպես ծեծում, իսկ ինչ կլինի, երբ այդ արնախումը բանակից վերադառնա, ինչ կլինի այդ ժամանակ։ Եվ պատկերացրեք, երբ ես գալիս եմ բանակից, դե վատ անցյալ ունեի, 13 տարեկանից հաշվառված եմ եղել միլիցիայում, ծեծկռտուքներ, կռիվներ, մի խոսքով գավառային խուլիգան։ Երբ վերադառնում եմ, մայրս վախենում է և Աստծուց ընդհանրապես չի ցանկանում խոսել։ Դե բանակից եկել եմ, նորից խնջույքներ, խմիչքներ, հայրս միանգամից 100-ական գրամ լցնում է, որ խմենք։ Հետո գնում եմ մորաքույր Կատյայի տուն, դե բանակից վերադառնալուց հետո սկսում ես գնալ բոլոր հարազատների տուն և տեսնում եմ նրանց սեղանի վրա դրված է մանկական աստվածաշունչ, գեղեցիկ նկարներով։ Բարի հովիվը գառը ուսին դրած տանում է։ Օ, ինչ է սա, մանկական աստվածաշունչ։ Մորաքույր Կատյան ասում է. Պավլիկ, չէ՞ որ Աստված է ստեղծել երկիրն ու երկինքը, մարդկանց։ Ասում եմ. Ինչ Աստված, մենք կապիկից ենք առաջացել։ Ես դպրոցում այնպես եմ սովորել, որ անգամ 4 չեմ ունեցել, այլ միայն 3-ներ, բայց էվոլյուցիայի դասերը շատ լավ գիտեմ։ Բայց երբ բացեցի Աստվածաշունչը, տեսա գեղեցիկ նկարներ ու մի փոքր հատվածներ էլ խոսքից գրված, ասացի. Օ, հետաքրքիր է։ Սկսեցի թերթել 1, 2, 3 գեղեցիկ նկարներ են։ Ասացի. կարող եմ կարդալ, ասաց. կարդա։ Վերցրեցի Աստվածաշունչը և դա իմ կյանքի առաջին գիրքն էր, որը երբևէ կարդացել էի։ Ես 20 տարեկան էի և դա իմ առաջին գիրքն էր։ Անցած տարի իմ ապաշխարությունից 27 տարի անց միայն առաջին անգամ կյանքում իմ գիտակցությանը հասավ և ես առաջին անգամ շնորհակալություն հայտնեցի Աստծուն հովանավորների համար, որ տպագրել էին այդ գիրքը, թարգմանչի համար, ով թարգմանել էր, նկարչի համար, ով նկարել էր այդ նկարները։ Ասում եմ. Տեր Աստված, ես 20 տարեկան էի, երիտասարդ, ուժերի ծաղկման շրջանում։ Փաստորեն կարելի էր այդ փոքր տեքստերը թարգմանել ու գրել այնպես, որ հասնի իմ ուղեղին։ Ու երբ ես կարդացի այդ մանկական աստվածաշունչը, դարձի եկա։ Սակայն որոշ երկմտություններ ունեի։ Առաջին հարցը, որ ծագեց, ինչու էին մարգարեները Իսրայելից։ Եթե այդպես է և նրանք հիմա էլ կան, ապա ես ցանկանում եմ գնալ Իսրայել ու նրանց հարցնել, արդյոք իմ նման մեղավորի համար ներում կա թե ոչ։ Ինձ ասացին, որ պետք չէ գնալ և բացատրեցին ամեն բան։ Հետո ինձ մոտ սկսվեց հաստատվելու շրջանը, գնալ, չգնալ։ Ինձ դուր էր գալիս այս աշխարհը, ցանկություն կար գումար աշխատելու, գնալ ծով, ցանկանում էի նավաստի դառնալ, բարեկամներս աշխատում էին Սախալինում։ Ես էլ էի ցանկանում գնալ այնտեղ, գումար աշխատել, տուն սարքել։ Եվ հիմա ինձ մոտ այսպիսի երկընտրանք է, և Աստծուն եմ հավատում, և չգիտեմ ինչ անել հետո, և չեմ հասկանում, խառնաշփոթի մեջ էի։ Եվ ահա կանգնած եմ մորաքույր Կատյայի տան ցանկապատի մոտ ու նա ասում է. Պավլիկ, դու մի մտածիր, երբ Հիսուսը եկավ մեր գյուղ ու քայլեց մեր փողոցներով, դե տես, նա մտավ ձեր տուն և մեր տուն։ Երբ Հիսուսը ծնվեց, նա առաջինը հայտնվեց հովիվներին, աղքատ մարդկանց, ովքեր գառներ էին արածացնում։ Մենք էլ ենք գյուղում աղքատ, քանի որ ձեր տանը 5 երեխա եք, ես 8 ունեմ, իսկ հարևանները 1 կամ 2 ունեն, և անուններով ասում է. սրա տուն չմտավ, այն մեկի տուն չմտավ, բայց մտավ ձեր տուն և մտավ մեր տուն։ Եվ ահա այդ բառերն ինձ ամբողջությամբ փոխեցին։ Կոկորդս սեղմվեց և ասում եմ. Հիսուս, դու չանցար մեր կողքով, այլ մտար մեր տուն։ Աստված իմ, ես կգնամ եկեղեցի, ես պետք է ծառայեմ Աստծուն։ Եթե Հիսուսն ինձ չի անտեսել, ուրեմն պետք է գնամ ու ծառայեմ նրան։ Այդպես Աստված կատարեց իր աշխատանքը։ Գիտեք, կային շատ դժվարություններ, նեղություններ,
Հայրս մեզ ծեծում էր, վռնդում տնից, ինչ անուն ասես փակցնում էր։ Փոքր եղբայրս նույնպես ապաշխարեց, դա մեզ զորացնում էր։ Մենք պարզապես ապրում էինք, աղոթում, թեպետ շատերը մեզ մատնացույց էին անում որպես ոչ նորմալ մարդկանց, բայց մենք ամենաերջանիկն էինք, քանի որ Աստծուն էինք ճանաչում։ Մի փոքր դրվագ էլ։ Ամեն դեպքում ես գնացի Սախալին։ Մինչ այդ ապաշխարեց նաև Զարմուհիս ամուսնու հետ։ Վերջինս երկար ժամանակ աշխատել էր Սախալինում, տուն էր կառուցում։ Նա ասաց Պավլիկ, արի չգնանք Սախալին։ Ասացի Սիրոժա, դու գնացել ես, գումար ես աշխատել, ես նույնպես ցանկանում եմ տուն կառուցել։ Դե նորմալ ցանկություն է, ցանկանում եմ ամուսնանալ, իսկ նա, ախր մենք չենք կարող այնտեղ Աստծուն ծառայել, հասկանում ես, այնտեղ մեղքն է տիրում, անօրենությունը։ Դե դա էր իրականությունը։ Բայց գնացինք Հարավ Սախալինսկի Խոլմսկ քաղաք։ Գիշերեցինք մեր վարձակալած բնակարանում, տանտիրոջը հարցրեցի, այստեղ հավատացյալներ կան, դե ես դեռ ընդամենը 1 ամիս է ինչ ապաշխարում էի, իսկ փեսաս 2 շաբաթ։ Տանտերն ասաց չգիտեմ, այնտեղ Փարոսի հետևում ուղղափառ եկեղեցի է բացվել։ Ասացի Սիրոժա, չգիտեմ դու ինչպես, բայց ես գնում եմ հավատացյալներ փնտրելու, պաշտամունքների եմ ուզում մասնակցել։ Գնացի դեպի այդ Փարոսը, գտա այդ ուղղափառ եկեղեցին, քահանան թիկնեղ, սև մորուքով մի անձնավորություն էր։ Ինչ որ մեկին էր կնքում, նրա վրա ավելով ջուր էր ցողում, հետո խաչակնքեց։ Ես կանգնեցի, սպասեցի մինչև վերջացնի։ Մոտս փոքրիկ ավետարան կար, կապույտ գույնի։ Մոտեցա ու ասացի Սուրբ Հայր, գիտեք, ես այնպիսի մեղավոր եմ եղել, իսկ հիմա Աստծուն եմ գտել ու հանեցի իմ ավետարանը։ Իսկ նա նայում է ինձ ու աղանդավոր բռնեց ուսերիցս, մատուշկայի հետ ինձ վռնդեցին եկեղեցուց ու սկսեց այնպես հայհոյել, ասելով որքան կարող ես հեռու գնա այստեղից։ Հիմա ես մոլորված կանգնել եմ, չէ որ դեռ ոչինչ չգիտեմ Աստվածաշնչից, ընդամենը մի քանի բան։ Արցունքներս կաթիլ սկսեցին թափվել ու հարցնում եմ, գոնե ասեք որտեղից գտնեմ իսկական հավատացյալների։ Հարավ Սախալինսկում գիտեմ, իսկ այստեղ ոչ, ու փակեց դուռը։ Ես կանգնած ասում եմ Տեր, տար ինձ այնտեղ, որտեղ քո իսկական զավակներն են։ Երբ ուշքի եկա, Աստծո առաջ եմ ասում, մինչև հիմա չեմ կարող ասել, թե ինչպես, բայց հայտնվել էի քաղաքի մյուս ծայրում։ Ավտոբուսով էի գնացել, ոտքով, թե տիրոջ հրեշտակն էր տեղափոխել, չեմ կարող ասել։ Ուշքի եկա ու տեսա մի տատիկ է նստած ավտոկանգառի մոտ, պարանը իջացնում, բարձրացնում է, թույլ է տալիս մտնել միայն իրեն ծանոթ ավտոմեքենաներին, իսկ ուրիշներին ոչ։ Հարցնում եմ տատիկ, այստեղ հավատացյալներ կան։ Օ, տղաս, մտիր շենքի այսինչ տունը մեջտեղի մուտքով։ Մտա ու տեսա, որ առաջին հարկի բնակարաններից մեկի բռնակի վրա գլխաշոր է կապված և դուռը բաց է։ Արդեն գիտեի, որ երբ մտնեմ պետք է ասեմ խաղաղություն այս տանը, բայց ամաչեցի։ Մտա, անցա սենյակներով ու տեսա մի տատիկ, ով նստած էր աթոռին, առջևում էլի աթոռ կար, որից բռնվելով հազիվ շարժվում էր։ Հարցրեցի, այստեղ հավատացյալներ են ապրում, ասաց ապրում են, և միանգամից հարցրեց, իսկ ձեզ մոտ հոգով աղոթում են։ Ասացի փառք ես Տեր Աստված, որ գոնե գիտեմ, որ հոգով աղոթում են։ Ասացի աղոթում են։ Ասաց իսկ ուր է երկրորդը։ Ասում եմ ինչ երկրորդ։ Մենք 3 քույրերով աղոթում էինք և Աստված մեզ Սուրբ Հոգով ասաց, որ վաղը ձեզ մոտ կգան 2 երիտասարդ, դրանք իմ զավակներն են, ընդունեք նրանց, նրանք ինձանից են։ Ասացի երկրորդը տանն է, բնակարանն է կարգի բերում։ Պատկերացնում եք, այդտեղ երիտասարդական եկեղեցի էր, 8 հոգանոց, ամենաերիտասարդն այդ տատիկն էր 75 տարեկան, բայց դրանք անմոռանալի րոպեներ էին իմ անձնական կյանքում, քանի որ մենք կարող էինք մի քանի ժամ ծնկների վրա աղոթել, և հենց այդ Փարոսի կողքն էին նրանք հավաքվում, տարեց քույրերից մեկի տանը, 8 հոգի, իսկ այդ տատիկ, ով չէր կարողանում քայլել, նա 9-րդն էր։ Բայց ես երախտապարտ եմ Տիրոջը, ես կարոտում եմ այդ օրերը, որոնք ապրել եմ այնտեղ։ Դրանք այնքան զորավոր աղոթքներ էին, 90 թվական, մեզ թվում էր, թե երկինքն է իջնում։
Սերոժան այնտեղ մկրտվեց Սուրբ Հոգով եւ Աստված շարունակեց նման հրաշքներով ու նշաններով առաջնորդել ինձ։ Հետո վերադարձանք Սախալինից, քանի որ որտեղ շատ գումար կա, այնտեղ կա նաև չարիք եւ մեր տղաներից մեկին սպանեցին եւ այլն, չեմ ուզում շատ մանրամասնեմ։ Ես պետք է փախնեի այդտեղից, կարևորը կղզուց հեռանալն էր։ Տաքսիով եկա օդանավակայան, մտածում էի 100 ռուբլի կտամ ու արագ ինձ կվերցնեն ինքնաթիռ, բայց չեն վերցնում ոչ մի գումար, մինչև 1000 ռուբլի առաջարկել եմ այն դեպքում, երբ տոմսը մինչև Կիև 180 ռուբլի էր։ Իսկ ես միայն թե այդտեղից հեռանամ, մայրցամաք հասնեմ, միայն թե չմնամ կղզում, քանի որ ինձ կփնտրեն։ Եվ այդպես 3 օր վազում եմ, ավել գումար եմ առաջարկում, ոչ մեկ չի վերցնում, չեմ կարողանում թռնել։ Ասում են տոմսերը 1 ամիս առաջ պետք է գնեիր։ Արդեն ճարահատված հենց այդտեղ սկսեցի աղոթել. Տեր, եթե դու ինձ փրկես, ես կծառայեմ քեզ։ Հետո հայր մերն ասացի, շրջվեցի, ինձ մոտեցավ կորեացի մի աղջիկ ու ասաց. երիտասարդ, այդ քեզ է տոմս պետք մինչև Կիև։ Ասում եմ, այո, պահեք միայն թե ոչ մեկին մի տվեք։ Մի անհանգստացեք, ես 3 հատ ունեմ ձեզ համար։ Ես թաքնվել էի 3 օր, կարծես հալածված գազանիկ լինեի, անլվա, առանց սափրվել, վախվորած նայում եմ այս ու այն կողմ ու հանկարծ տոմս մինչև Կիև։ Ես շաբաթ օրը եկա տուն, անգամ հասցրեցի գնալ բարեկամներից մեկի հարսանիքին, տեսա ընկերներիս, դասարանցիներիս, բայց արդեն սրտումս խոստացել էի, որ պետք է ծառայեմ Աստծուն, պետք է գնամ եկեղեցի։ Կիրակի գնացի եկեղեցի, աղոթեցինք, արդեն վերջին աղոթքն էր եւ ինձ մոտեցավ մի տատիկ, ում միջոցով Աստված հայտնություններ էր տալիս։ Որևէ մեկը չգիտեր, թե ես ինչպես եմ եկել, չգիտեին, թե ինչպես եմ անհանգստացել, ինչ եմ աղոթել, բայց Տերը հստակ ասաց այդ տատիկի բերանով. «Որդիս, հիշիր, թե ինչքան դժվար էր քեզ համար ճանապարհին, բայց ես քեզ հետ էի, ուրեմն հանձնիր կյանքդ ինձ ամբողջությամբ»։ Ես փոքր երեխայի պես լաց եղա, հասկացա, որ դա Տերն էր։ Որտեղ էր Սախալինը եւ որտեղ էր Կիևը, բայց Աստված տեսավ իմ սիրտը, նա լսեց իմ աղոթքը, նա փրկեց ինձ ու այդ եղանակով Աստված հաստատեց ինձ իր եկեղեցում։ Երբ սկսեցինք ավելի հաստատվել Աստծո խոսքի մեջ, հայրս ավելի բորբոքվեց, հալածում էր անխնա, քանի Աստվածաշունչ ու ավետարան պատռեց, վառեց, ինչպես էր հալածում հավատացյալներին։ Բակում տեսա, որ նստարանին հավատացյալ է նստած, կացինով վազեց ու այնպես ջարդեց նստարանը, որ այդտեղ աղանդավորները չնստեն, դա չարությունն էր եռում նրա մեջ։ Հայրս հրաժարվել էր ինձանից ու ասում էր, որ ինձ հետ ոչ մի ընդհանուր բան չի ցանկանում ունենալ։ Ես գոհանում եմ Աստծուց, որ նա ողորմած է բոլորիս հանդեպ, եւ պատկերացնում եք, ես ամեն բան չեմ պատմի, բայց դրանք մեր կյանքի հրաշալի օրերն էին։ Հետո որոշեցի ամուսնանալ, դա նույնպես շատ հետաքրքիր պատմություն է։ Երբ մենք ծանոթացանք ու արդեն պատրաստվում էինք ամուսնանալ, հայրս ասաց. հարսանիքին չեմ լինելու, հարսանիք մի արեք, նշեք ռեստորանում, եւ շատ ուրիշ այլ բառերով անպատվեց։ Ամեն դեպքում մենք ծոմ ու աղոթք էինք անում, այդ ընթացքում քրոջս, ում Աստված բժշկել էր, նույնպես ամուսնության առաջարկություն արեցին, եւ մեր տանը 2 ամուսնություն պետք է լիներ, գյուղում կրկնակի ամուսնություն, հավատացյալների առաջին հարսանիքն էր, աղանդավորներն ամուսնանում են։ Հայրս ասաց. երբեք չեմ գա։ Սկսեցինք աղոթել, ծոմ պահել, հոգս դնել։ Դե լավ, կանենք հարսանիք։ Էլի ծոմ ու աղոթք, դե լավ կմասնակցեմ։ Հենց հայրս ասաց, որ կմասնակցի, սկսեցինք միանգամից տաղավար կառուցել հարսանիքի համար, մոտ 660 մարդ կար հարսանիքին, դա լուրջ ավետարանչություն էր, 6 հոգի այնտեղ ապաշխարեցին, նրանցից մի քանիսն արդեն հավիտենություն են գնացել։ Մի կարևոր պահ ևս, երբ հայրս ասաց, որ կմասնակցի հարսանիքին, ես դեռևս ծոմ ու աղոթքի մեջ էի եւ մինչև գիշերվա ժամը 3-ը մոտոցիկլով իրեր էի տեղափոխում հարսանիքի պատրաստության համար։ Ժամը 3-ին եկա տուն, դա 1993 թվականի մայիսի 22-ն էր, հարսանիքս 23-ին է եղել։
Մտածեցի կթաքնվեմ, կաղոթեմ, կգոհանամ Աստծուց, որ պահեց իմ երիտասարդությունը, որ ես եկեղեցում եմ, որ վաղը պետք է կանգնեմ խորանի առաջ, ինձ համար պետք է աղոթեն, օրհնեն, եւ հայրս էլ համաձայնվել է մասնակցել։ Հետո կաղոթեմ ու կխնդրեմ, որ Աստված հպվի նրա սրտին, փրկի նրա հոգին։ Հասկանում եմ, որ նա երբեք պաշտամունքների չի մասնակցի, քանի որ Աստվածաշունչ է պատռել, վառել, որքան չարիք է պատճառել հավատացյալներին, բայց կխնդրեմ, որ հպվի նրա սրտին, ողորմի նրան, եւ թաքնվեցի մառանում։ Գիշերվա 3-ն է, աղոթում եմ։ Ծնկեցի ու սկսեցի պարզապես գոհանալ Աստծուց ու խնդրում եմ. Տեր, ընդառաջ արի հորս, փրկիր նրան։ Եվ այնքան թեթև էի զգում, այնքան հեշտ էի աղոթում, այնքան լավ էր, եւ ահա դռները բացվեցին ու տեսա փոքր եղբորը Սիլուետը։ Մտածեցի, այ քեզ փորձություն, որքան եմ ուզում աղոթել, բայց չեն թողնում։ Հենց այդպես մտածեցի, նա ձեռքը երկարացրեց, իսկ լուսնի լույսը հենց այդ մասն էր լուսավորում եւ ասաց. «Որդիս, դու հոգս էիր անում, եւ ես ուղարկեցի եղբորդ, որ քեզ զորացնի, հաստատի»։ Եվ Աստված սկսեց մարգարեական խոսքով խոսել ինձ հետ։ Իսկ ես հոգով միայն աղոթում եմ. Տեր, հորս ապաշխարություն տուր, վաղը հպվիր նրան։ Այդտեղ նորից գնում է մարգարեական խոսք. Որդիս, դեռ ժամանակը չէ, կգա այդ ժամանակը։ Շարունակում եմ աղոթել. ախր ինչու, ինչպես, երբ է ժամանակը, ինչքան սպասել։ Էլի եղան հորդորական խոսքեր ինձ համար, դա շատ զորավոր էր։ Հետո նորից մարգարեական խոսք. դեռ ժամանակը չէ։ Իսկ հոգով աղոթում եմ եւ երրորդ անգամ Տերն ասաց. դեռ ժամանակը չէ։ Եղբորս հետ դեռ մի քիչ էլ աղոթեցինք, իսկ նա ինձանից ավելի խոշորամարմին է, երկուսով ծնկել, լացում ու աղոթում էին։ Կողքից եթե մեկը նայեր, կմտածեր սրանք նորմալ չեն, գժվել են, իսկ Աստված պարզապես եկել ու խոսում էր մեզ հետ։ Հետո հարցրեցի. իսկ ինչի ես այստեղ եկել։ Եղբայրս ասում է. ախր ես քնած էի, Տերն ասաց գնա Պավլիկի մոտ։ Վեր կացա, գնացի քեզ փնտրելու, տանը չգտա, գնացի էլի քնելու։ Տերը երկրորդ անգամ է ասում. գնա Պավլիկի մոտ։ Երկրորդ անգամ գնացի փնտրելու, դու չկայիր, գնացի նորից քնելու։ Երրորդ անգամ Աստված ասաց. գնա Պավլիկի մոտ, եւ միայն այդտեղ հարցրեցի. Տեր, որտեղ է նա։ Եվ Տերն ինձ բերեց ուղիղ մառանի մոտ։ Երբ մոտեցա դռանը, լսեցի, որ աղոթում ես։ Եվ պատկերացրեք, թե Աստված ինչպիսի հրաշք է գործել։ Արդեն պետք է 6 ժամ հետո լիներ պսակադրությունը, մարդիկ սկսել էին գալ, եւ պսակադրության ժամանակ երկու զույգ կանգնած էինք խորանի առաջ։ Ես առաջինն աղոթեցի կնոջս հետ։ Ծնկեցի, աղոթեցի, դրանից հետո հովիվը, ով մեզ պսակադրում էր, ասաց, որ հիմա կաղոթի Փեսայի հայրը եւ տարավ բարձրախոսը հորս մոտ տվեց նրան։ Իսկ ես լավ գիտեի, թե հայրս ինչ կարող է ասել, հայհոյանքը 100% էր, չհաշված մնացածը։ Բայց մեկ էլ լսում եմ հորս բառերը. Տեր Աստված, օրհնիր երեխաներիս, ու ես էլ եմ նրանց օրհնում, երջանկություն ու առողջություն։ Ես ծնկների վրա մտածում էի, այս որտեղ եմ ես գտնվում, կարող է քնած եմ։ Լացում էի փոքր երեխայի պես, հեկեկում էի, ինձ այլևս ոչինչ պետք չէր։ Ես հասկանում էի, որ այն պահին, երբ ես աղոթում էի Աստծուն, երբ փնտրում էի նրա երեսը, խնդրում էի հորս ապաշխարություն տալ, բայց Աստված ինձ ավելին տվեց։ Հասկանում եք, հորս այդ օրհնանքը մինչև օրս ես զգում եմ եւ գնահատում եմ Աստծո այդ մեծ ողորմությունը։ Գյուղում դա առաջին հոգևոր պսակադրությունն էր, ներկա էին ընկերներս, հարբեցող բարեկամներս։ Ես պարզապես հասկանում էի, թե ինչ արեց Աստված։ Աստված ինձ տեսավ այդ մառանում, նա խոսեց ինձ հետ, հաստատեց, ու ես հասկանում եմ, որ ես իրավունք չունեմ չծառայելու նրան։ Ես վայելել եմ նրան, ես ապրում եմ նրանով, ես ցանկանում եմ նրա հետ հաղորդակցվել, նա կենդանի է, նա նույնն է, նա Աստված է։ Ես սիրում եմ նրան։ Անգամ մեկ-մեկ կատակում եմ, որ երբ հայրս վրաս գոռում ու ծաղրելով ասում էր. «Եպիսկոպոս, դուրս արի իմ տնից», վռնդում էր, ասում եմ հորս մարգարեությունը կատարվել է, ես դարձա Կիևի մարզի եպիսկոպոս։ 40-րդ Սաղմոսի 16-րդ խոսքում գրված է.
ամեն քեզ փնտրող, քեզմով թող ցնծա եւ ուրախանա, քո փրկությունդ սիրողները ամեն ժամանակ թող ասեն. մեծ է Տերը։ Տիրոջը սիրողներն անընդհատ, անդադար ասում են. մեծ է Տերը։ Այսինքն երկնքում մեզ համար ձանձրալի չի լինելու։ Շատերն ասում են. դե ինչ է, անընդհատ պետք է Աստծուն փառաբանենք, ձանձրալի չէ։ Մի շատ փոքր համեմատություն բերեմ։ Կանայք հիմնականում ծաղիկներ շատ են սիրում։ Եթե դրանք աճեցնեն ու հավաքեն ինչ-որ մի պատկերասրահում, կանայք տեսնելիս անընդհատ կգոչեն. «Օ, ինչ գեղեցիկ է, նայիր, այս ինչ բնական է, օ, իսկ այս մեկը, օ, իսկ այն մեկը»։ Այսինքն ոչ թե Աստված ստիպում է, որ մենք անդադար փառաբանենք, այլ ամեն վայրկյան Տերը ցույց է տալիս իր մեծությունը, վայելչությունը, փառքը։ Եթե մենք ապրում ենք Աստծո մեջ, եթե մենք խորանում ենք Սուրբ Գրքի մեջ, ապա երկրի վրա էլ ենք այդպես ապրում, այսինքն անդադար ասում ենք. մեծ է Տերը, փառք նրան ամեն բանի համար, թող նրա անունը փառավորվի, հավիտենական Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, ամեն։